Անհամար երգեր ենք ստացել իսկապես աշխարհի բոլոր ծայրերից, թե Հայաստանից բնականաբար, նաև շատ են Շվեդիայից երգերը, կային եվրոպական այլ նաև երկրներից երգեր, մենք հիմա ամփոփում ենք դրանք եւ լսումներ ենք իրականացնում եւ ավելի հստակ թվեր եւ ինչ փուլում է գտնվում, շատ շուտով արդեն պաշտոնապես կհայտարարենք, բայց կարող եմ ասել, որ ինչը տարօրինակ է, բայց հայերը пассив էին մի քիչ, չգիտեմ, սա կապված է երգչուհու ոճային առանձնահատկության հետ եւ մեր այսօրվա հայկական իրականության մեջ պոպուլյար երգերի հետ, թե ինչի, բայց կարող եմ ասել, որ շվեդները ավելի ակտիվ էին այս անգամ, քան մեր հայ կոմպոզիտորները, բայց քանակով չէ որոշվում եւ ասեմ, որ եւ հայերի եւ նաեւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները մենք առանց որևէ կոմպոզիտորի իմանալու, մենք պարզապես նույն հարթակի վրա ենք դնում բոլոր երգերը եւ առանց իմանալու թե ով է ստեղծագործել, դրանք լսում են։ Մենք դա հսկայական մի թիմ է եւ հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմն է եւ մասնագետներ, որոնք ունեն թարմականջ, որոնք ունեն պրոֆեսիոնալ ականջ եւ փորձ ունեն արդեն Եվրատեսիլում։ Այդ լսումները հիմա կամաց իրականանում են եւ ես հույս ունեմ, որ մինչեւ տարվա վերջ մենք արդեն կընտրենք այդ ստեղծագործությունը եւ կարողանանք նորությամբ հանդես գալ այդ նոր լուրը, բարի լուրը կհայտնենք մեր հեռուստադիտողներին արդեն մինչեւ նոր տարի։ Բացի երգի ընտրությունից այլ նախապատրաստական աշխատանքներով դեռևս չեք զբաղվում, ասենք հագուստի հետ կապված։ Հանրային հեռուստաընկերության տաղավարը արդեն ձևափոխվել է եւ դարձել է Ամանորի տաղավար։ Ասեմ, որ այս տաղավարում նաեւ ելույթ կունենա Իվետան։ Մենք նաև մտածում ենք հիմա հետաքրքիր գեղեցիկ համար, թե ինչպես կլինի, թե ինչ երգ կլինի եւ ինչպես նա ելույթ կունենա, այդ ամենը իհարկե կտեսնեն հեռուստադիտողները Ամանորի գիշերը, անակնկալներով լի է լինելու, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս անակնկալ է լինելու, բայց թե ինչ ֆորմատով կլինի այդ անակնկալը, անպայման շուտով կիմանաք։ Այսինքն խոսքը գնում է այն երգի մասին, որը հնչել է Եվրատեսիլի բեմում։ Խոսքը գնում է անակնկալի մասին, իսկ թե ինչպիսին է այդ անակնկալը, պետք է անպայման այդ օրը գիշերը լինեք առաջին ալիքի հետ, բաց չթողնեք ոչ մի ելույթ, որպեսզի տեսնեք այդ երգն է, թե այդ երգը չէ։